որ սեղ մարդիկ կան, որ մտքեր է տվել հակառակորդի իրանց։ Անկեղծ եմ ասում, ինձի մտքեր չի տվել։ Տեսել եք, որ մարդը գնի կարկուտի տակ։ Այ ձևի մտքեր։ Տեղատարապ անձրևի նման մտքեր, որ ես խնդրել եմ, ասել եմ, խնդրում եմ, մի րոպե ասա սուս մնա, մի րոպե, մի վայրկյան, գոնե սուս մնա, այդ մտքերը չգան։ Եթե դու Աստված ունես, եթե այդ Աստվածը քեզ սիրում է, ես ինչ վիճակի մեջ ես դու, թեև նա ինձ սպան է։ Ինչ է կարծում կսպանի, թե որ ձեր զավակներին լավ ընծաններ տալ գիտեք։ Ես մի անգամ տեսել եմ այդպես իրավիճակ, հերս ավոր աշխատել է, տանջվել է, քրտնփճած, հոգնած եկել ատում, երեխուն բան է բերել, նվեր է բերել։ Երեխան վերցրել է ուրախությունից թռվռում է, օ հերը չի թռվռում։ Հերը տենում է, ու ներսում ցնծում։ Որ երեխան է ուրախացել։ Հերը չի թռվռում։ Երեխան է թռվռում։ Բայց հերը ուրախացել է, որտեղ իր երեխուն լավ բան արել է։ Նմանապես էլ մեր հայրը եղբայրներ։ Ասում է Երեմիա 30, ես ուզում եմ կարդալ այդ տեղը Երեմիա 32:41-ը, նրանց բարիք անելով, նրանց համար պետք է ուրախանալ, փառքի գալ։ Ինքը մեզ բարիք անելով, բարիք է ուզում անի, ու դրանով ինքը ուրախանում ցնծում է։ Այդ ձևի սիրող հայր ունենք։ Բայց հոբը տեսեք ինչ է ասում, հոբը չգիտեր իր այդ ինչա լինելու։ Թեև նա ինձ սպանի սատանա, այդ մտքերն է տալիս։ Երբ որ ասում է, ահա Աստված ասում է այնքան դաժան է, քեզի մի անգամից չի սպանում, քեզի մանր, քեզի տանջելով ասում է, թեև նա ինձ տանջելով սպանի։ Ես նրան եմ ասում։